Դուրս կարապետ որոշում, Սուրբ կարապետ։ Աստե։ իրան։ Սենց խնդիր կա ուղղակի անգերս ուզում ամակարգի մարեքամշային հիմա ինքը ոնց որ մկրտված է մկրտվել է բայց հետո քահանայի ոնց որ շնության բանի մեջ է տեսել չի ասում է վավեր չի էլի իր մկրտությունը վավեր է հասկա բայց ոնց է ձեր կարգավիճակությունը վավեր չի այսինքն մտածեք արդեն այսինքն այդ ոնց է մկրտությունը եթե դու չես հա տանը Դու մեղադրում ես, զրպարտում ես, հետո ասում ես իրանց առածը վավեր չի։ Իսկ քեզ ով ասում է զրպարտում։ Բա ինչ ես անում։ Ինֆորմացիա Հիմնավոր ես ասում։ Եթե հիմնավոր ես ասում, դա եղանակա։ Դու իր տեղն ես։ Ես ուզում եմ իմ եկեղեցու կարգավիճակն իմանամ։ Դու եկեղեցու կարգավիճակը գնա իրան հարցը։ Հիմա ցավը տանեմ, դու ասում ես մկրտությունը վավեր է, չէ՞, անկախ քահանայի մեղքից անկախ վավեր է, չէ՞։ Ուրեմն նույն կարգալուծությունն է վավեր։ Դու դիպաշտին հավեցում Բայց ես հիմա ասում եմ ում կարգալուծությունն է վավեր։ Ես ասեմ ում կարգն է վավեր։ Ոնը վավեր է։ Իհարկե վավեր։ Ապրես։ Իսկ ինձ ով է ձեռնադրել։ Ապրես։ Եկեղեցի։ Այո։ Ես այդ կարգալույցը արել եմ, Ինչ եկեղեցի կարգալույց չի։ ո՞վ է։ Իսկ կարգալույց արել, կարգալույց արած է։ Ո՞վ է կարգալուծը։ Շուտ ես խոսում։ Ո՞վ է կարգալուծը։ Այդ որ ով է իրան կարգալուծը։ Կտրիշ Ներսիսյանի Կտրիշ Ներսիսյան չի։ իրապահտությունը։ Հա։ Իրապահտությունը։ Բա ասում ես մկրտությունը վավեր է։ Այսինքն Ասում ես կապ չունի պղծությունը, վավեր է մկրտությունը։ Եկեղեցով մկրտությունը անկախ քահանայի ասում ես շնությունից, խորհրդությունից վավեր է։ Հիմա այսինքն դու ես հակազում ես, մկրտություն ունի անել։ Մկրտություն ունի անել։ Չդենա Եթե մկրտությունը վավեր է, ոնց կարա կարգալուծությունը վավեր չի լինի։ Բայց ինքը տենց հարց կա դրած հիմա մկրտություն պետք է անի։ Եթե վավեր լինել չլինելու հարց կա, մարդիկ գիտեն ինչը ոնց է։ Մարդիկ գիտեն, որ ինքը իր կուսակրոնության դու ասում ես անկախ քահանայի մեղքից, այո։ Այդ դու զրպարտում ես։ Ինչ գիտես։ Ես ինֆորմացիա ունեմ, որ ես ճիշտ եմ ասում ես ամեն ինչ։ Ես Դու չունես ինֆորմացիա ունեմ, որ ինֆորմացիա։ ես եմ ճիշտ ասում։ Ո՞նց պատում ես։ Ես ճիշտ եմ Հիմա դու ես դեռ։ Կարաս հակառակը։ Այո, կարամ։ Դե հենց դու կարողանաս ինձ։ Դե կարանամ։ Դու ես դատի դուր ես ապացուցեմ։ Իմիջից է պետք է լավ։ Բայց ես եկե խոսքը։ Լավ եմ արի։ Ասա դու ինչ ես ուզում իջանից։ Ուղղակի որ բան լսի որ սխալ ես ասում, Դու ես եկե հարց տվես, ես դեռ իմ համար կանգնած է, ինչ է։ Չէ, ես հարցից պատասխանեմ 10 տիգրան։ Լսեցի որ դու շուտ ես խոսում, թե Այսինքն հիմա եթե պիղծը մկրտությունն որոշելով չի ու վավերական է, այսինքն ինչ այդքան կանենք էլի մկրտություն ու լինի վավերական։ Չէ, եթե պիղծը վավերական է, մկրտությունը վավեր է, Բայց նորմալ է։ Ուրեմն դու իրավունք չունես։ Իրո պետք է ձեր համար նորմալ է։ Ինչը։ Դու որպես քրիստոնյա համար, դու քրիստոնյա համար ես։ Եկեղեցու կանոնները քո համար վավերական է։ Հարց։ Իհարկե, հիմա եկեղեցու կանոններն ասում են, որ կաթողիկոսը իրավունք չունի շնությամբ զբաղվելու, երեխաներ ունենալու, ու քո օրենքը, քո սահմանադրությունը եկեղեցական դա վավերացրել է։ Հիմա դու քո եկեղեցու հայրերի ընդունած կանոններին դեմ ես, հարց ուղիղ պատասխան։ Ոչ իհարկե։ Բա որ ոչ իհարկե։ Հիմա նույն հարցը քեզ եմ ուղղում, դու դեմ ես։ Չէ, մի րոպե, հարցից հարցով մի պատասխան։ Սպասեք, ստոիկյան փիլիսոփայություն եք անում, հարցից կանոններին դու դեմ ես։ Կլինի դուք իմ հարցին պատասխան։ Ո՞ր հարցին։ Ես պատասխանում չեմ։ Հարցից հարցով մի դեմ պատասխան։ չեմ։ Դեմ չեմ։ Կողմ եմ իհարկե։ Հիմա ես ձեզ բան եմ բարձրացնում, խնդիր։ Ասում եմ ես գիտեմ, համ ու այդ առաջի մարդը ես չեմ, որ դրա մասին խոսել եմ, պետական մագարտակով ու բոլոր ժամանակներում։ Այդ մարդը ունի կին եւ երեխա։ Դու որպես հայ քրիստոնյա մարդ հարց չունես իրան տալու։ Հարց։ Ես ունեմ իհարկե։ Բայց ի՞նչ ես գնում ասում։ Հիմա այդ հարցը բարձրացված է, մինչև ինձ արդեն այդ հարցը տրված է։ Դուք որպես այսքան կներեք էլի մի ամա, մի վիճակ։ Չէ, ես էլ սպասում եմ ինքը վերջացնի ուղղակի։ Եթե դուք այդքան նախանձախնդիր քրիստոնյա եք, ես ձեր համար կարևոր է, հա, որ ձեր եկեղեցու կանոնները պահվի, ես ձեզ ուղղակի խնդրում եմ,
ձեր քրիստոնյա լինելը հաստատեք իրեն այդ հարցը տալով։ Երբ որ ինքը այդ հարցը կպատասխանի ոչ միայն ձեզ, այլ նաև համայն հայ ազգին, նոր կգաք ես ձեր հարցի պատասխանը կտամ։ Հիմա վերջացրեցի։ Հիմա եթե դու նախանձախնդիր քրիստոնյա ես, եթե դու ասում ես անկախ քահանայի, ոգևորականի, գործած մեխից, կրթությունից, իր արած կարգը վավեր է, ծեսը վավեր է, այսինքն դու պարտավոր ես, դու խոսքին հակասում ես, եթե նույնիսկ դու մեղադրում ես իրան, նույնիսկ եթե դու իրան մեղադրում ես բղծության մեջ, չգիտեմ ինչ եմ, զրպարտում ես, ըստ ինձ դու զրպարտում ես, բայց նույնիսկ այդ դեպքում դու պարտավոր ես ենթարկվել, դու իսկ քո դատը տեսնում ես, դու պարտավոր ես եկեղեցու կանոնին ենթարկվել, որովհետև այն կանոնին, որ ինքդ ասեցի, որ իր արած ծեսը վավեր է։ Հիմա ինքը այդ կանոնը պետք է մնա եկեղեցում։ Իհարկե։ Պետք է մնա, ես պետք է մնամ ես եկեղեցում։ Դու ու Նիկոլը պետք է նույն եկեղեցու նույն եկեղեցու կարգով ես որոշել եմ, որ եկեղեցու կարգով։ Ինձ դիվանապետ Արշակ Սրբազանն է կարգալույծարը։ Ոչ, քեզ կարգալույծարը հանձնախմբի։ Ես ձեզ ասում, հանձնախմբի ղեկավարն էլ ինքնու Նաթան Սրբազանն է։ Նաթան Սրբազանը, որ կներեք, Նաթան Սրբազանը, որ զոհվածի մորը լսել եք այդ ձայնագրությունը։ Ոչ մի բան։ Ոչ թե տենց ձայնագրություն իրեկած ակեմ քեզ։ Եթե դուք այդպես քրիստոնյաներ եք ու ձեր համար զոհվածի մորը ուղարկել հանրապետության հրապարակ, տեսեք, այդ ձայնագրության մասին եմ ես խոսում։ ասում եք ոչ մի բան եք։ Ասում եմ ձայնագրությունը ոչ մի բան է, որտեղ կարամ ասած այդ ձայնագրությունը։ Ես հիմա տեսնում եմ, որ դուք անձի պաշտամունքով եք զբաղվում։ Դա քո ներքին խնդիրն է, հասկանում ես։ Ես տեսնում եմ, իմ տեսողությունը։ Ես էլ տենում եմ դու Նիկոլին ես պաշտպանում, հետո պետք է ասեմ, դու Նիկոլա պաշտես։ Դու սատանա տեսեք, դու արդեն կարծիք ունեք իմ մասին։ Իհարկե, ես դու նոր եմ։ Հիմնավորված Եկել են քեզ Ձեր ապացուցել։ ժպիտը, ձեր կամ ձեր այդ քմծիծաղ է։ Քմծիծաղ չկա։ Ցավ չի պատճառում, գիտեք։ Ես չեմ ուզում ցավ ասել։ Ինձ է ցավ պատճառում։ Որ դուք ձեր աչքերը, ձեր տեսողությունը վերականգնեք։ կույրը կույրին փող չարաշ։ Այսինքն դուք ընդունեցիք, որ դուք կույր եք։ Ինչպես։ Դուք ընդունեցիք, որ դուք կույր եք, որ կույրը կույրին չարաշնորթի։ Իմ շապի մեջ գուցե։ Ըստ քեզ, եթե մենք կույր ենք, Դե եթե դուք գիտեք ճշմարտությունը, դուք գիտեք ճշմարտությունը ու լռում եք, ձեր ամենամեծ դատաստանը։ Հիմա իմ խոսալը լրել է։ Եթե ես ասում եմ, որ դու սատախոս ես, դա լրել է։ Դու չունես փաստեր, որ ես Չունես։ խոսում։ Քո տեսագրությունները բաց նայ։ այ լոլո չկարդեմ։ Քեզ հարցնում եմ, քեզ քնչական կանչել են, ասում ես չէ։ Հետո լրագրողը խափում ես։ հարց ես տալիս։ Հետո լրագրողը հարց ես տալիս, ասում դու սուտ ես խոսել, ասում ես քնչականից ինձ տենց եմ ասում։ Այսինքն քնչականի ասածը քո համար պատվիրանից բարձր է։ Պատվիրանից Դե բարձր չի։ պատվիրանը քեզ ասում եմ մի սոտ։ Պատվիրանից բարձր չի։ Հաստորեն դու բարձր դասում։ Բայց բաներ կա, որ դու երբ որ ստում ես, դրանից մենակ դու ես տուժում։ Իսկ բաներ կա, երբ որ դու ստում ես, դա Այսինքն քո խոսքով քեզ ասեմ, դու ունեցի որ ստել։ Ես այդ օրը երեկոյան եմ գնացել քնչական։ Այդ օրը երեկոյան ստել է։ Այո, այդ օրը երեկոյան ես դեռ չեմ եղել քնչականում։ Ես քո խոսքերն եմ ասում։ Մի խոսքով Փաշազադեն հոխորտած մեր եկեղեցու վրա Նիկոլը հիշեց, որ պետք է հարձակվի, դու սկսեցիր արշրությունից խոսալ, էլ ինչ ճշմարտության մասին է։ Հատուկ պատվեր է այս։ Ոչ, իմ պետության ղեկավարը չի։ Չես ընդունում։ Իհարկե չեմ ընդունում։ Ոչ մի բան չես կարող։ Թուրք կոչվելուց չվիրավորվողին դու վիրավորվում ես թուրք կոչվել։ Ասենք Դու վիրավորվում ես թուրք կոչվելուց։ Մեկին ասեմ թուրք, բայց ես պետք է հիմնավորում չէ։ Բայց որ ասում են չես վիրավորվում, որ ասում ես ես չեմ վիրավորվում, Բայց եթե քեզի ես արյունարդու որ- թուրքի տեղ են դնում, ասում են թուրք չես վիրավորվում։ Բայց մի րոպե պետք է հիմնավորել, ով ում ինչ հասնի։ Ասա հիմնավորեք, մի ասա չեմ վիրավորվում։ Ինչ հիմնավորել։ Բասա հիմնավորեք։ Մարդիկ վառված ասում են դու թուրք ես։ Շատ էլ ասում են։ Բասա շատ էլ ասում են, Ես էլ նույնիսկ բայց այն մարդը ասում է չեմ վիրավորվում։ Հստակ ասում է դուք պետք է ասեք Ինչ լավ է որ 50 մետր են կողմ ադրբեջանցիներն են։ Ես թուրք կոչվելուց չեմ Հիմա վիրավորվում։ նույնն էլ ասում են կաթողիկոս երեխան ինքը չի վիրավորում, ձեն չի։ Այո, կաթողիկոսը չի արցախը մնացածն արել։ Չի ասեն, ես չեմ վիրավորում, որ ինձ ասում են երեխան։ Հա, էլի, կամ կաթողիկոսը պատոշություն չի արել նրան։ Ինչի՞ չի խոսում։ Բայց ինչ պետք է։ Ինչի՞ որ չեք եթում մայրաթոր հարթակ, ասեք, այդ ամեն ինչ որ ձեր մասին ասում։ Ավարտանում չեմ ուզում ջեր ջրաղացին ջուր լցնել։ Դեզ էտա պետք, որ եկեղեցին քանդեք։ Ջրաղացին ջուր լցրել։
Որն է քո ճշմարտությունը։ Որ գնաց Ո՞վ է եկեղեցին քանդում, լավ։ Դու հենց հիմա բացել ես էս։ Դու ինքդ ասացիր, որ ասացիր դու նոր խոստովանեցիր, որ ըստ կանոնի քեզ կարգալույց են արել, բայց դու համարձակվել ես ըստ այն կանոնի, որ ասացիր, եթե կատարած մկրտություն կա, անկախ քահանայի մեղքից դա բավեր է։ Եթե հավատանեմ իմաստը հասկացի, եթե դու ընդունում ես ըստ կանոնի կարգալույց, եթե դու ընդունում ես, որ իրա արած ծեսը անկախ իրա մեղքից բավեր է, ուրեմն դու այդ ծեսը ընդունի։ Նաև կարգալույցության ծեսը, այդ կարգալույցության բանը, կանոնը ընդունի, որովհետև դու չես իրա մեղքերը, քո խոսքի ըստ քո խոսքի, դու քեզ հակարդկցես։ Լսեք, ես ասում եմ բավերականը հիմա է խոսականում, բայց արդյոք ժողովուրդը պետք է հանդուրժի նման բավերական։ Ժողովուրդը որ Հիսուսին խաչեց այդ ժողովուրդը։ Դուք ժողովրդի բանատեր չեք լինի։ Ես եմ ժողովուրդ։ Իմ նման շատ կան։ Ժողովուրդն ով է։ ժողովուրդը վերացարկում հաշվարկություն։ Հիմա ես ժողովրդի համար, որ դուք ժողովրդի մասին այդ կարծիք Որ կարծիք։ Ես այդ ժողովրդի մի մասն եմ։ Իմանայ, այդ ժողովրդի մեջ կա հեթանոս, կա կոմունիստ, կա սատանիստ եւ կա քրիստոնյա։ Աղանդավորներն են։ Այս եկեղեցին ոչ հեթանոսին է, ոչ աղանդավորին է, ոչ սատանիստին է, այս եկեղեցին քրիստոնյա հային է։ Այս եկեղեցին քրիստոնյա հային է։ Հիմա եթե դու այդ բոլորին ասին ժողովուրդ ես ժողովուրդ Մենք ժամերգությունից ուշացանք էլի։ Որովհետև դու ամեն ասում ժողովուրդ կարաս մի երկու բան ավել ասել։ Դրանից ճշմարտությունը եթե մի երկու բան ավել տեղ լինի, վստահ կասեմ։ Մենք ժամերգությունից Չեք այդքան ագրեսիվ։ Չեք այդքան ագրեսիվ։ Դուք հենց ասել ագրեսիայով դուք չեք կարող լավ։ Որ քո հանդեպ էլ այդքան անարդարություն անեն դու։ Անարդարություն չի եղել։ Հիշում եմ որ պրիժոկներ էին ասել։ Դու ինտերն ես ասել։ Բաբո դու ինտերը չես ապրել։ Դու ո՞նց կարաս ասես անարդարություն եղել է թե չի։ Կաթոլիկոսի տեղում ես։ Կներես ասես։ Դու կաթոլիկոսի տեղում ես։ Չարին հարցը չես բազգը։ Դու ինտերը չես ապրել։ Դու Դու ինչ գիտես իմ կյանքում։ Դու կաթոլիկոսն ես։ Եկել ես ինտերը հիմա իմ հետ ինչ ես խոսում։ Լսի դու ասում ես իմ մաշկի վրա, ես իմ մաշկի վրա տեղ գտածի մասին եմ։ Գնացինք մենք ժամերգությանը, թեմը ժամերգության է։